դասերի ժամանակ մենք այս կամ այն ձևով անդրադառնում ենք հավասարության կամ ինչպես մենք ենք ասում հավասարելիության գաղափարներին եւ այս կամ այն ձևով բարձրացնում ենք նաեւ իերարխիայի հարցը։ Եվ այդպես այսօր փորձենք շատ ավելի խորության մեջ գնալ այս հասկացությունների շուրջ եւ մեր առաջի պնդումն է, որ ամբողջ հավասարության շուրջ տեղի ունեցած նենգափոխությունը, որ մոտավորապես արդեն 250 տարի գոյություն ունի, ավերել է ինչ-որ ձևով թե համակարգերը ինքնին, թե նպաստել է մարդկանց անկմանը։ Եվ այդպես այս հիմնական պնդմամբ եկեք փորձենք դիտարկել, իսկ ինչ է իրականում հավասարությունը եւ ինչպես ենք մենք ուսմունքի տեսանկյունից դիտարկում այն։ Եվ այդպես առաջի մակարդակում, երբ որ մենք փորձում ենք հասկանալ ինչում կարող է լինել հավասարություն եւ ինչ ոլորտներ ենք մենք դիտարկում, առաջինը եկեք վերցնենք բնական հավասարությունը։ Մենք պնդում ենք, որ ընդհանրապես գոյություն չի կարող ունենալ բնական հավասարություն։ Մարդիկ տարբեր են ունակությունները, տարբեր է մարդկանց տեսքը, տարբեր են մարդկանց ընկալունակությունը եւ այդպես շարունակ։ Եվ դեռ ավելին, հիանալի է, որ տարբեր են, որովհետեւ երբ որ մենք համեմատում ենք մեզ արհեստական ստեղծված իրերի հետ, մենք հասկանում ենք, որ հենց դրանում է մեր առանձնահատկությունը, բազմազանությունը։ Մենք հարուստ ենք բազմազանությամբ, եւ բազմազանությունը ջարդում է հավասարության նենգափոխությունը։ Սա բնության տեսանկյունից։ Երբ որ մենք նայում ենք խմբերը, օրինակ մենք ասում ենք հասարակական խմբերում հավասարությունը, այն ինչ որ իրենք հայտարարում են։ Եթե խմբում արկա է հավասարություն, ապա խումբը որպես համակարգ ավերվում է եւս։ Ինչու, որովհետև նույն թեկուս կիբեռնետիկայի տեսանկյունից ինքը այլևս ճկուն համակարգ չի կարող լինել։ Ինքը կայուն չէ եւ դրանով ինքը ենթակա է ավերման եւ ավերվելու է անխուսափելիորեն։ Այսինքն եւս չենք կարող խոսել հավասարության մասին։ Նույնը, քանի որ խոսում ենք խմբի մասին, նույն աշխատում է նաեւ ընտանիքում։ Այսինքն բոլոր առումներով խմբերը, որոնցում որ մենք դնում ենք լինեն դա փոքր խմբեր թե մեծ խմբեր հասարակությունների նման, եթե կա հավասարության հարցը դրված, ապա այդ համակարգը թույլ է եւ ավերվում է։ Սա կիբեռնետիկայի օրենքներ են եւ մենք դա դիտարկում ենք նաեւ ուսմունքի տեսանկյունից։ Միակ տեղը, որում որ մենք կարող ենք խոսել հավասարության մասին, դա օրենքի առջև հավասարությունն է։ Որոշակի ձևով մենք կարող ենք ասել, որ մարդկության զարգացման, պատմական զարգացման ձեռքբերում է, այո, դրանում մենք համաձայն ենք, հավասարությունը օրենքի առաջ։ Այնուամենայնիվ, եթե մենք նայում ենք իրականությանը բաց աչքերով, այլ ոչ թե տարբեր ժամանակաշրջաններում ինֆորմացիոն պատերազմի զոհ դարձած փակված աչքերով, երբ որ մենք նայում ենք բաց, մենք հասկանում ենք, որ ցավոք սրտի, չնայած այս նորմներ հիմնականում հռչակված, այնուամենայնիվ այն չի աշխատում փաստացի։ Փաստացի մենք չենք կարող խոսել օրենքի առջև հավասարության պետական մասշտաբով։ Եվ մենք տեսնում ենք հատկապես Հայաստանում, թե ինչպես պետական այրերը ոտնահարում են օրենքը սկսած սահմանադրությունից, ու կներեք պետական այրեր արտահայտությունը հեչ լավ արտահայտություն չէր Նիկոլի իշխանության վերաբերյալ, պետական, չգիտեմ ինչերը։ Եվ այդպես երբ որ այդպես ենք դիտարկում, մենք տեսնում ենք, որ դա էլ չի աշխատում։ Այնուամենայնիվ մենք համաձայն ենք, որ որպես պետական նորմ օրենքի առաջ պատասխանատվության, այսինքն օրենքի առաջ ամբողջ հավասարությունը կարող է լինել եւ ըստ գոնե պոտենցիալի կարող է ի վերջո աշխատել։ Սա այսպիսի մի հիմնական սյուն հավասարության գաղափարների համար։ Հիմա եկեք փորձենք արդեն հոգևոր տեսանկյունից դիտարկել, որը որ մեզ բոլոր երևի թե կետերի հարցերը պատասխան կգտնեն։ Այդպես առաջինը, երբ որ մենք դիտարկում ենք կարմայի տեսանկյունից, մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր մարդու, ընդհանրապես յուրաքանչյուր շնչող էակի այս կյանքում արկա ունակությունները եւ հնարավորությունները պայմանավորված են իր կարմայով, այսինքն նախկինում ստեղծված պատճառը հետևանքային կապով։ Ըստ այդմ չեն կարող լինել հավասար հնարավորություններ եւ ունակություններ։
Դա արդեն իսկ ցույց է տալիս, որ այս կյանքում յուրաքանչյուրը ունի տարբեր հիմք, տարբեր հենարան եւ ըստ այդմ տարբեր է եւ հավասար չէ։ Եթե մենք դիտարկում ենք օրինակ քրիստոնեության տեսանկյունից, երբ որ մենք ասում ենք, որ եւ Աստված կհարցնի ամեն մեկից, Աստված կհարցնի ըստ տրված ունակությունների եւ հնարավորությունների, ավելի շատ հնարավորություն եւ ունակություն ունեցողը ավելի շատ պատասխանատվություն ունի։ Ոչ թե հակառակը, ոնց որ շատերը փորձում են մտածել։ Հակառակը, ունես ավելի շատ ձեռքբերումներ եւ ունակություններ, ըստ այդմ շատ ավելի մեծ պատասխանատվություն ունես եւ ըստ այդմ քեզանից շատ ավելի շատ են հարցնելու վերին ատյաններում։ Երբ որ դա էլ ենք հասկանում, մենք էլի գալիս ենք ոչ հավասարության գաղափարին։ Երբ որ մենք դիտարկում ենք արդեն բուն ուսմունքի տեսանկյունից, մենք տեսնում ենք էլ ավելի խորքային բաներ։ Մենք տեսնում ենք այն եզրը, որում որ երբ որ հավասարությունը մենք դիտարկում ենք, հասկանում ենք, որ ինքը կեղծ կատեգորիա է, մենք գալիս ենք ավելի բարձր բանի, եւ որպեսզի բառերը լինեն տարբեր, մենք օգտագործում ենք հավասարելիություն բառը։ Այն, որ մենք հասկանում ենք, որ պետք է ամեն ինչի հանդեպ հավասար վերաբերվել, անկողմնակալ լինել թե տխրության, թե ուրախության, եւ այդ առումով վերաբերվել բոլոր շնչող էակներին հավասար ձևով, որովհետև ըստ պոտենցիալի, ըստ ներքին բնական էության, բոլորը Բուդդա են եւ այդ առումով են հավասար։ Սա միակ մեծ հավասարելիությունն է, որի մասին մենք կարող ենք խոսել։ Բայց մենք առօրյա կյանքում դա չենք դիտարկում։ Առօրյա կյանքում մարդիկ դրա մասին չգիտեն էլ ընդհանրապես, իսկ եթե գիտեն, ապա չեն խորհում ցավոք սրտի։ Եվ ըստ այդմ, երբ որ մենք մյուս կողմից ենք գալիս, մենք տեսնում ենք խորքային նենգափոխություն։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես այդ նենգափոխությունը դարձավ հանցավոր հիմք մարդկանց աղավաղման համար եւ ըստ այդմ համակարգերի ավերման։ Սա է մեզ հուզող հարցը։ Եվ եկեք փորձենք դիտարկել իսկ ինչպես եղավ, որ այդ ամբողջը փոփոխվեց, ու որպեսզի մենք հեշտությամբ տեսնենք պատճառը հետևանքային կապը այս հարցում, մենք մեջբերենք արդեն մյուս հասկացությունը, իերարխիան, որի մասին մենք եւս շատ հաճախ խոսում ենք։ Առաջինը զուտ որպես բառ ինքը նշանակում է հոգևորի իշխանություն կամ ոնց որ հին ժամանակներում, երբ որ դա որպես տերմին մշակել էին, խոսքը գնում էր հոգևորականների, բարձրագույն հոգևորականի ու այդպես բրգաձև իշխանության մասին։ Մենք այսօր չենք դիտարկում այդպես, այսինքն այսօր հասարակական գիտությունների իերարխիան դիտարկում է զուտ որպես այդ ծառի նման կամ բուրգի նման ստորադասի եւ մինչեւ վերադասի այդպես ենթարկվածությունը։ Սա համակարգերի առումով ինքը կարող է աշխատել։ Հիմա ինչ տեղի է ունենում, երբ որ մարդիկ ասում են, որ չէ, իերարխիան չկա, եւ սկսում են մերժել իերարխիան։ Ընդունում են իերարխիան պետական կազմվածքում, մնացած առումով սկսում են մերժել իերարխիան։ Սա արևմտյան մոտեցումներ, որը իրականում ամբողջ աղավաղեց։ Եվ ինչու՞։ Որովհետեւ մարդիկ դադարում են ունենալ նախ հասարակությունները դադարում են ունենալ էլիտան, որովհետև իերարխիայի մերժումը բերում է էլիտայի մերժմանը։ Եվ քանի որ էլիտային սկսում են մերժել, ըստ այդմ դադարում են ունենալ կյանքի ուղենիշներ, թե մարդկանց կյանքի մակարդակում, թե հասարակությունների։ Ըստ այդմ ջարդվում են իրական հեղինակությունների հիմքերը, եւ ըստ այդմ մենք ունենում ենք այն ինչ որ մենք ունենք։ Եվ դրա համար հիմա, երբ որ մենք խոսում ենք մեր իշխանությունների մասին եւ հասկանում ենք, թե ինչ սարսափելի բան տեղի ունեցավ Հայաստանում եւ դեռ շարունակում է տեղի ունենալ, մենք հասկանում ենք, որ պատճառներից մեկը այս հանցավոր իշխանությունների արկայության եւս հենց իերարխիայի աղավաղումն է։ Հակառակ դեպքում հնարավոր չէր լինի, որ նրանց նմանները հայտնվեին իշխանության գլխին, թե այժմյան իշխանությունները, թե նախկին իշխանությունները եւս։ Սա
որպեսզի մենք ավելի շատ հասկանանք, թե ինչպես է դա աշխատում հասարակական դաշտում։ Մեզ համար, սակայն, ել ավելի հետաքրքիր է, թե ինչպես է դա աշխատում անհատի զարգացման մակարդակում, այդ թվում հենց հոգևոր զարգացման։ Երբ որ իերարխիան սկսում է մերժվել, մարդ չի կարող ունենալ հոգևոր ուսուցիչ։ Ըստ այդմ, ինքը չի կարող տեսնել զարգացման ճանապարհը։ Ըստ այդմ, ինքը չունի որևէ մեկին, որ կկանգնեցնի իրեն սխալների ժամանակ։ Ով որ ձեռք կմեկնի եւ կասի դու ընկել ես, բայց կա ճիշտ ճանապարհ եւ դու կարող ես ուղղել քո սխալը։ Եվ մարդիկ փակվում են այդ փոքրիկ խցերի մեջ եւ դառնում են ինքնապավեն, ըստ այդմ ավերվում են եւ զարգացման հնարավորություն այլևս չեն ընձեռում։ Նույնիսկ եթե շարունակում են մտածել, որ ինքնազարգացմամբ որևէ բանի կհասնեն։ Չկա պատմության մեջ դեպքեր, որոնցում որ հոգևոր զարգացման աստիճանը, որևէ աստիճանը հնարավոր էր առանց հոգևոր ուսուցչի եւ հոգևոր ուսուցչի մեջ ապաստանելուն։ Սա մյուս հարցն է, եւ երբ որ մենք վերադառնում ենք այնուամենայնիվ հասարակական մակարդակի, որովհետեւ մեզ այսօր ցավոք սրտի շատ հուզում է հասարակական մակարդակում տեղի ունեցողը, այդ թվում որպես ազգի իրական էլիտայի ներկայացուցիչ, անկախ դրանից մարդիկ դա անցալում են, թե մերժում են, ոնց որ արդեն ասեցին։ Մենք այստեղ տեսնում ենք հետեւյալը. երբ որ իերարխիան չկա, խախտվում է նաև պատասխանատվության համակարգը եւ յուրաքանչյուր մարդ սկսում է ընտրել պատասխան արկա հնարավոր պատասխաններից, իսկ արկա հնարավոր պատասխաններից մեկը տգիտությունն է եւ տգիտությամբ տոգորված դադարում են կրել պատասխանատվություն սեփական հայրենիքի համար, նաեւ էլուր սեփական կյանքի համար։ Երկրորդը դա վախկոտությունն է, երբ որ նորից չկա իերարխիա, ըստ այդմ չկան արժեքներ, չկա հստակ արժեքային համակարգ, որի կրողները աղավաղված են եւ ըստ այդմ վախը դառնում է թույլատրելի եւ վախկոտությամբ տոգորված հրաժարվում են պաշտպանել այդ թվում սեփական հայրենիքը։ Դրանից հետո գալիս է այդ հավասարության աղավաղման հնչեղությունը, երբ որ սկսում են ասել նրանք մեղավոր են, իսկ ես չէ, ու այդ նրանց մեջ սկսում է մտնել համայն հայ ժողովուրդը, իսկ յուրաքանչյուր մարդ փնովելով սեփական ազգը, չգիտես ինչու շարունակում է մտածել, որ ինքը այդպիսին չէ, ինքը մաքուր է, իսկ մնացածը ոչ։ Սա այդ տարբերակներն են, եւ վերջինը ի վերջո հենց դա է, երբ որ պատասխանատվությունից կտրուկ հրաժարվելով մարդիկ սկսում են այս կամ այն ձևով խուսափել որևէ քայլեր անել եւ որևէ ձևով կրել հենց այդ պատասխանատվությունը, որը որ ըստ էության պարտավոր է կրել յուրաքանչյուրը։ Նորից ոչ հավասար, բայց յուրաքանչյուրը։ Եվ դրա համար, որպեսզի մենք ավելի փորձենք առաջ գնալ, մենք հասկանում ենք, որ երբ որ իերարխիան խախտված է, երբ որ հավասարության աղավաղում այդ նենգափոխված հավասարությունը անընդմեջ հիշատակվում է, չկա եւ ոչ մեկը առանձին, որ ասի ի հեճուկս այդ ամբողջի, ես պիտի կրեմ պատասխանատվություն եւ իմ զարգացման համար, եւ իմ փոքր խմբերի, եւ ամբողջ Հայաստանի համար եւս, ու ի վերջո նաեւ ամբողջ աշխարհի։ Ու երբ որ մենք այնուամենայնիվ վերադառնում ենք ճանապարհին, որ իսկ ինչպես այդ ամբողջը ուղղենք, մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է։ Հնարավոր է, եթե մենք դադարենք դիտարկել ամբողջը հավասարության տեսանկյունից, բ. մենք վերադարձնենք իերարխիայի ընկալումը։ Այդ ժամանակ շեշտը սկսում է դրվել կրթության վրա։ Կրթությամբ հնարավոր է փոխել ամբողջը։ Եվ երբ որ մենք հիմա տեսնում ենք սարսափելի վիճակը, որ Հայաստանում ձևավորվել է, մենք ընկալում ենք սակայն, որ կրթությամբ, հեշտությամբ հնարավոր է այդ ամբողջը ուղղել։ Կրթությունը այն հիմնական ճանապարհն է, որը հնարավոր է գործածել ու այդ ամբողջը ուղղել ի վերջո։ Երկրորդը մենք սկսում ենք ընկալել այդ էլիտայի իրական ձևավորման անհրաժեշտությունը։ Լիդերության, որը հիմնված է ոչ թե այն դատարկախոսության, որը չարությամբ այսօր հնչում է ԱԺ-ի տարբեր կողմերից միկրոֆոններով, այլ իրական էլիտայի։ Եվ ըստ այդմ այդ բուրգը սկսում է դառնալ ճիշտ ու ճիշտ որոշումների
ընդունումը դառնում է հնարավոր։ Ըստ այդմ, որպեսզի մենք ճիշտ ճանապարհով գնանք թե հասարակությունների առումով եւ թե մեր անձնական մակարդակում ու այդ թվում մինչև ամենաբարձրը, մինչև հոգևոր զարգացում, եկեք ընկալենք յուրաքանչյուր մակարդակում մեզանից բարձրին լսելու անհրաժեշտությունը, ապաստանենք ուսուցիչներում, ինչպես ես ցանկացած պահին, ինչքան էլ որ զարգանամ, հասկանում եմ, որ միակ իմ զարգացման գրավականը դա իմ ուսուցիչներն են, եւ ըստ այդմ այդպես փորձենք այդ ամբողջ կեղծիքներից զերծ մնալ եւ գնանք առաջ ճիշտ ճանապարհով։